մինչև այդ կեղտը չմաքրեք Հայաստանից ու Արցախից, ռևանշի մասին մոռացեք, այդ բոլոր ձեր պրոբլեմների արդյունքն է այդ կեղտը, որոնք որ դուք բերեցիք ու չմաքրեցիք, այս նախկիններին դա համար եմ նեղատում, որ իրանք փոխանակ մաքրեն, ավելի շատ ասեցին, մոլախոտը պիտի քախանանես, չարիր քեզ ուտելու։ Այն մեր հին ժամանակներում, ցանից 30, 40, 50 տարի առաջ, եթե մարդը մարդուն բաներ ունենում ասելու, գնում էր տեսնում էր։ Հեռախոսով ոչ մի անգամ չեն զրուցում ու առավել ևս չէին հայհոյում միմյանց։ Որովհետև հեռախոսով հայհոյելը դա սխալ էր։ Այսօր մտնում ես Facebook, նայում ես, որ մեկը մեկին արագ են տալի, մեկը մեկին ասում են արա, մեկն եմ ձեր կյանքի, դուք Երևան ապրող մարդիկ եք, շատ են, դժվար չի իրար գնաք տենաք, իրար հետ ձեր հարցերը պարզեք։ Դրած իրար կամֆորտ ձեր համար նստած, ասենք կոմպյուտերի դեմը, բազկաթոռի վրա, այ գրում եք, իրար վրա գրում եք։ Ու ոչ մեկը չեք մտածում, որ գնաք մարդուն, եթե իրականում ճիշտ եք, գնացեք մարդուն տեսեք, այդ մարդուց պատասխան պահանջեք, թող աչոտ տա իր ասածներին։ Դուք միշտ բողոքը մեիք, սանից մի 5-6 տարի առաջ, որ քպականների հետ անհնար է բանավիճել, քանի որ նրանք հայհոյում են, այսօր նույնը դուք եք անում։ Երբ որ մենք նայում ենք ոնց են, տղեկը, աղջիկները, հայհոյախառը բառերով արտահայտում, գրում ինչ-որ մեկի հանդեպ, ինչա ինքը չի կիսում ձեր քաղաքական կուրսը, ելումից ինչ ենք պահանջելու։ Դա համար չեն հարգում ձեզ, համար չեն ընդունում ձեզ, ու դուք մտածում եք ինչքան շատ հայհոյեցիք, այնքան ձեր կրած, թե որ ասենք Վարդան Ղուկասյանը հայհոյանքներով ասենք խոսում է, մի քիչ շատ ասենք ուկնդիրներ ունի, դուք հենց գիտեք հայհոյանքներով, հա ինքը այդ ամեն ինչը ձեր բերել, չէ։ Էդ է Իրանը, եթե դուք մտածում եք դուք եք այդ ձևով մարդկանց հավաքելու, դուք սխալվում եք, դուք վանելու եք մարդկանց ձեզնից։ Այն որ կան 5 տարի, 6 տարի առաջ կանգնում ասում էիք Նիկոլի զոմբիները, այսօր այդ նույն ձևի զոմբիներ, օրը սարև, համ սետրակիչն ունի, համ ազատիչը։ Զոմբի բառից բուն իմաստը։ Ամոթը։ Երկրորդ հարցը։ Երեք կարդաց իմ հնգեր Շահեի Աճեմյան գրառումը, որտեղ որ ասում է Սյունիքի գյուղերից հավաքում է զենքը, զինամթերքը և տեղափոխում է զորամասեր։ Դա այն զենքերն ա եղել, որոնք որ տրամադրվել են պետության կողմից, տրամադրվել են, կազմվել են ջոկատներ և տրվել այդ ջոկատներին, որպեսզի ինքնապաշտպանություն իրականացնեն։ Հիմա այդ զենքերը հավաքում են։ Ու մարդիկ հարց են բարձրացնում, բա ինչ պետք է անեն, երբ որ թուրքը հարձակվի։ Նայեք, եթե մինչև 20 թիվը, չնայած ես միշտ էլ ասել եմ, որ սահմանամերձ գոտիների բնակողները պետք է ունենան իրանց անձնական զենքը, իրանք պետք է առնեն այդ զենքը, ոչ թե ասեն պետությունը մեզ պետք է տա։ Բայց եթե մինչև 20 թիվը մեր արևելյան, սենց ասեմ, սահմանները Արցախեր, հիմա թուրքերն են եկել նստել, 5 տարի անցել է, ինչի այդ գյուղացիները չունեն զենք։ Չեն կարող կովահորթամոզին ծախեն, մի հատ զենք առնեն։ Գտնեի տակին թուրք եկել է նստել է, այ գլուխը բարձրացնում է, տենում է թուրքը բրոնեժիլետով, կասկով, ավտոմատով կանգնած է, ու բողոքում է, ասում է, թուրք եկել աստի նստել է, ինչ պիտի անենք։ Ինչ պետք է անենք։ Պետք է ձեր զենք ունենայիք, այդ ձեր կովերը ծախեք, այդ ձեր խոզերը ծախեք,
ընդամենը 270-300 դրամ է։ Այդ ոնց է, մենք իրովական տեղ լրված, համեմատաբար ապահով տեղ, մենք մեր երեխեքից կտրեցինք, մենք մեր թորներից կտրեցինք, մենք փող հավաքեցինք, գնացինք, մարդը 2-3 հատ զենք առանք, որ գանք ձեզ պաշտպանենք, որ պատերազմի ժամանակ չգանք, ասենք, խոսքի Գորիսի զորամաս ու նստենք սպասենք մեզ զենք տվողա լինելու թե ոչ, կամ գնանք խոսք օրինակ Ստալիշնի պոլկում լռվենք, թե մեզ զենք կտան, թե չէ։ Այլ մենք մեր զենքով, մեր օրինական զենքով, մենք գնանք, ասենք, մասնակցենք ինքնապաշտպանությանը մեր հայրենիքի։ Բայց դուք հենց այդտեղ նստած չեք ուզում փող ծախսեք, զենք առնեք։ Առաջինը դուք պետքա պաշտպանեք ձեր հողը։ Եթե դուք չպաշտպանեցիք, մենք չենք գալու ձեզ պաշտպանենք։ Որտեղ մենք պաշտպանելու ենք ձեզ, այլ ոչ թե ձեր ունեցվածքը։ Մենք security չենք, որ ունեցվածք պաշտպանենք։ Այդքանը լավ եղեք։ Ինչու եք դուք պարտվում։ Դուք պարտվում եք, որովհետև դուք ապրում եք պահի ազդեցության տակ։ Եվ այդ պահի ազդեցությունը տևում է մոտավորապես 2-3 օր։ Որից հետո այդ թեմաները ձեզ այլևս հետաքրքիր չեն, եւ դուք նոր թեմաներ եք բռնում ու սկսում եք զարգացնելու այն։ Նայեք, պատերազմը ավարտվեց, մոտավորապես մի քանի օր զարգացեցիք թե տարածքների հանձնման թեման, հետո գերիների թեման, մի 2-3 օր անցավ, նոր տարի արեցիք, ուրախացաք, մոռացաք։ Հետո իհայտ եկավ Ռուբեն Վարդանյանը, իր անմխիթար տեսքով, ու դուք սկսեցիք խոսել այնտեղ պահող, ասպես ասած, ռազմագերիների մասին, մի քանի օր։ Այդ մի քանի օրն էլ անցավ, ու վсё մոռացաք, էլ ինչ Բաքվում գերիներ, էլ ինչ Արցախի տեղահանվածներ, չկա, այդ ձևի թեմա էլ չկա։ Հիմա էլ ասենք ֆուտբոլ։ Հեսա մեր կոր կանցնի, այդ ֆուտբոլն էլ կանցնի կգնա։ Լավ բացեր եք անում։ Ապրեք, հագին ասենք, փորձում ենք ծիծաղենք։ Այդ դրա համար էլ դուք պարտվում եք։ Նայեք, արցախցիների իրավունքները ոտնահարում արցախցիները կանգնել են, դուրս են եկել փողոց։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ ճվում են, բղավում են, գոչում են, որ արցախցիների իրավունքները պետքա պահպանվեն, պաշտպանվեն, այդ մարդիկ տանն են, նստած են, դուրս չեն գալի փողոց, ինչ ապել, դուրս եկեք այդ մարդկանց կողքին կանգնեք, ինչի՞ չեք դուրս գալի։ Բա դուք այդ մարդկանց մասին եք մտածում։ Դուք այդ մարդկանց շահերն եք պաշտպանում։ Թե ասենք ձեր համար պետք է նախկին նախագահ լինեն, ասենք նախկին վարչապետներ լինեն, որ գնա կողքներին կանգնեք կամ հետևներից գնա, որ ցույց տա, որ դուք այդ մարդկանց կողքին եք։ Փաստաբան տղա է։ Ո՞տ է հանել իր ընկերներին, իր ասենք հարազատներին, որ իրանց իրավունքներ խախտում, այդ նույն ձևի, ասենք շատերի իրավունքներն է խախտվել։ Դուրս եկեք այդ մարդկանց կողքին կանգնեք, չէ, դուրս չեք գալու, դա ձեզ հետաքրքիր չէ։ Որտեղ դուք դի չեք կարողանալու PR-վեք, իսկ PR-ը ձեզ համար կյանք է։ Ու այդ կյանքով էլ ապրում եք, ու հետո բողոքում եք, որ ինչու ենք մենք այսպիսի դաժան կյանք ապրում։ Դաժան չի կյանքը, ձեզ համար շատ լավ է։ Դուք այսօր կարող ցույց տաք, որ տխրել եք, վաղը ժպտակ, գնաք ուրախություն, քեֆեք, պարեք, խնդակ, ուրախանաք։ Իսկ այդ ցավը, որը որ մենք ապրում ենք, այդ ցավը մեր հետ է միշտ հավերժ։ Ու այդ ցավը այնքան մեր զավակների կորստի ցավը չի, ինչքան ձեր անտարբերությունը։ Ու մենք փոշմանել ենք, որ ձեր համար այլ ենք այն, ինչը որ դուք վայելել եք
30 տարվա ընթացքում։ Զգույշ եղեք Աստծո պատժից։ Այն մարդը, որը մոռանում է, իրեն էլ են մոռանում։ Լավ եղեք։ Մտա Facebook տնամ ինչ-որ լեննական չեն չորլխեմ, ինչի համար, որ ասելա գյումրեցիք փող էին հավաքում, որպեսի չծառայեն Արցախում։ Ինձ համար այդ ինչ-որ մեկը ընդհանրապես ոչ մի նշանակություն չունի, բայց մի բան է սխալ ասել, ոչ թե բոլոր գյումրեցիք, այլ գյումրեցոնց մի մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում շատ-շատերը։ Դուք չգիտեք, որ ինչ բանակը ստեղծվել է, կա այդ պրոցեսը, երբ որ մարդիկ փողով ազատում են բանակից, երբ որ մարդիկ փող են տալի, որ իրանց երեխեքը լավ տեղ ընկնեն։ Հիմա դուք դրել եք այդ ինչ-որ մեկին, փնովում եք, անպատվում եք, նայեք բոլորը գիտեն, եթե չգիտեն, արդեն կիմանա, որ ես ապակուսակցականացված անձ եմ։ Չնայած ես ունեմ ընկերներ տարբեր կուսակցություններում, Դաշնակցությունում լավ ընկերներ ունեմ կռվող տղեկ, Բարգավաճում մի քանի ընկեր ունեմ, Հանրապետականում ունեմ ընկերներ, բայց դա չի նշանակում, որ ես կիսում եմ իրենց քաղաքական տեսակետը։ Երբ որ մարդիկ ինձ քննադատում են, ես դա ընդունում եմ որպես իգիտություն եւ փորձում եմ այլևս այն սխալները չկատարել, որը որ կատարվել է ժամանակին։ Մեր մոտ շատերը, մանավանդ կուսակցականացված անձիկ, ասենց ասեմ, չեն սիրում, որ ինձ քննադատում են։ Իրանց կարծիքով իրանք ամենաշատ են մտածում իմ ապագայի մասին։ Նաև ես զարմանում եմ, որ դուք զարմանում եք այդ լեննականց ինչ-որ մեկի ասածով, որ Արցախը դժոխք է եղել։ Եթե դուք չգիտեք, ես ձեզ ասեմ, որ մոտավորապես միլիոն ու կես մարդ կա, որը Արցախը համարել է դժոխք, Արցախը չի համարել իր հայրենիքի մի մաս, եւ արցախցիների հանդեպ թշնամաբար են լցված։ Դուք դա չգիտեք։ Դուք գիտեք դա։ Ու հիմա չեք ընկել այդ ինչ-որ մեկի հետևից։ Մի հատին ասած ասում, եթե ամեն հաջողշան հետևից գնաս, տուն չես հասնի։ Դուք երևի չգիտեք այդ ասացվածքի իմաստը կամ նշանակությունը։ Ու դուք հիմա գնում եք ամեն հաջողողի հետևից։ Դրա համար էլ մենք տեղ չենք հասնի։ Այն մարդիկ, ովքեր որ անընդհատ կրկնում են, որ պետք է իշխանությունները հեռացվի, որ ընդդիմությունը պետք է միանա, համընդհանուր ուժերով հեռացվի այս քաղաքական կուսակցությանը իշխանությունից,
Այսօր նույն այդ մարդիկ պարակտում են ընդդիմությանը, լեննականի ընդդիմությանը։ Հիմա որ ժողովուրդը գնաց ընտրեց խոսքի ուրիշին, դուք էլի շարը գցելու եք ժողովրդի վրա, գցելու եք ժողովրդի վրա ու ձեր սխալը չեք ընդունելու։ Իսկ երբ որ մարդ իր սխալը չի ընդունում, այդ մարդը միշտ պարտվում է։ Լավ ստվերա, չէ՞։ Այս ստվերը գոյություն ունի այնքան ժամանակ, ինչքան գոյություն ունի լույսը։ Լույս չլինելու պարագայում այս ստվերը չի լինում։ Իսկ ուրվականները միշտ կան, եղել են ու կլինեն։ Ուղղակի դրանց ոչ մեկը չի տեսնում։ Լավ եղեք։ Բարին բոլորիդ հետ։